գործողություններն են։ Հստակեցնենք վարույթը հետևյալի վերաբերյալ է։ Ախր Ռոմանոս Պետրոսյանը վարույթի մասնակից չի, ձեզ ոնց բացատրեմ։ Ժամանակավոր կառավարիչ են նշանակել, կարող է գնա իրականացնի ժամանակավոր կառավարչի գործառույթները։ Իրավաչափ թե ոչ իրավաչափ, դա լրիվ այլ խնդիր է։ Հիմա ժամանակավոր կառավարչից բացի կարող է մի հատ էլ տեղակալ, երկու հատ էլ օգնական, երեք հատ էլ քարտուղար։ Վարույթը վերաբերվում է բոլորին պարզ է, չէ՞ լիցենզիա զրկել չզրկելու վերաբերյալ եւ համապատասխանաբար հեծի անունից Ռոմանոս Պետրոսյանը օրենքով սահմանված որևէ լիազորություն որպես հրամայական կարգում կարող մասնակցի, ոչ Կան չէ լսել, հարցաքննել, մենք մասնակցենք այդ հարցաքննության գործընթացին, հասկանանք այդ փաստական տվյալների ինչի հիման վրա նախագիծ է մշակվել եւ նոր դրանից հետո արդեն կանցնի քվեարկության։ Դա է ընթացակարգը, որովհետեւ սա ելնում ենք այն կանխավարկածից, որ ոչ թե քանի հակառակը չի ապացուցվել, որ ոչ թե ձևական վարույթ է, որ եկել ենք ուղղակի նստենք վերկենան գնանք, այլ իրականությունը ցանկություն կա իրականացնել վարչական վարույթ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, ՀԾԿ-ի անդամները հնարավորություն ունենան օբյեկտիվ ամբողջական քննության առարկա դարձնել համապատասխան խնդիրը գնահատել։ Արդյոք արկա են համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու հիմքեր, թե ոչ։ Ուրեմն կլինի լիցենզիայի ձեռքում, թե ցանկացած այլ պատասխանատվության միջոց։ Հիմա ըստ էության, եթե խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակավոր կառավարչին հարցնենք, արդյոք դուք կողմ եք թե դեմ եք լիցենզիայի զրկելուն, ժամանակավոր կառավարիչը չունենալով լիազորություններ, վերազանցելով իր լիազորությունները, ասի համաձայն եմ կամ համաձայն չեմ, այլ կարային վարույթ չանեն, կարային ուղղակի գրավոր ուղարկեին նախագիծը, գրեր ասել համաձայն եմ ու ավարտվեր։ Եթե անում ենք լսումներ եւ իրականացվում է վարույթ, իսկ դա օրենքի պահանջ է, որպեսզի իրականացվեն լսումներ եւ արվի վարույթ, ենթադրվում է, որ շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն վարույթին, մասնակցեն լիարժեք, այսինքն ոչ թե մենք այստեղ ձեռի հետ ենք ներկա կամ ոչ ձեռի հետ ենք ներկա, այլ համապատասխանաբար հաշվի առնելով տեխնիկական պայմանները, 1, 2, 3, եթե 4 տեղ է, ուրեմն 4 տեղ ներկա լինենք, մնացածը դահլիճում էլի ներկա կլինեն, դիրքորոշում կհայտնեն։ Ռոմանոս Չէ, նորից, բերեք, ավարտեք լավ կներեք։ Քաղաքական իրադարձություններով պայմանավորված եկեղեցու աջակցության մասին հայտարարությունից հետո է սկիզբ առել այս գործընթացը։ Եվ կներեք, հրապարակային են եղել վարչապետի հայտարարությունները եւ գրառումները եւ հանձնարարությունները իրավապահներին եւ կներեք նա ԿՊ-ի թիմի Հիմա բերեք բաժանեմ, չէ, ավարտեմ։ 3 մասի բաժանեմ, նայեք, բերեք sense, 3 մասի բաժանեմ ձեր հարցը ու փորձենք պատասխաններով գտնել։ Գոյություն ունի վարչական վարույթի եւ ցանկացած դատավարական գործընթացի իրավական շահագրգռվածություն։ Իրավական շահագրգռվածությունը այս դեպքում դա գլոբալ հեծնա, այսինքն եթե շատ գլոբալ ենք նայում, հեծնա, հեծի անունից հանդես գալու իրավունքը տրված են բաժնետերերին, որովհետեւ այս պահին հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, որը հիմա սահմանադրական դատարանում քննարկվում է, ըստ էության առաջացել են որոշակի խնդիրներ։ Ռոմանոս Պետրոսյանը իրան շահագրգիռ է համարում, իրան հետաքրքիր է արդյունքը, հետաքրքիր չի արդյունքը, դրանից կախված իր կարիերան կզարգանա, դրանից կախված իր կարիերան չի զարգանա, դրա արդյունքներով ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության, քաղաքացիական պատասխանատվության, թե չի ենթարկվի քաղաքացիական քրեական պատասխանատվության, իրեն չի դարձնում սույն վարույթի շրջանակներում շահագրգիռ անձ։ Լավագույն սցենարի դեպքում, որը կրկին բավականին պրոբլեմատիկ է, ինքը կարող ունենա վկայի կարգավիճակ։ Լավագույն սցենարի դեպքում եմ ասում, վկայի կարգավիճակ սեղանի մոտ ոչ մի վկա ոնց որ նստած չի։ Համապատասխանաբար խնդիրը ես ուզում եմ իրարից տարանջատենք։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի շահագրգիռ արդյունքներով, որպեսզի ինքը վաղը չվճարի բազմամիլիոնանոց չէ, բազմա 100 միլիոնանոց գումար իր գրպանից քաղաքական ցանկություններ իրականացնելու համար։ Հա, որովհետև կա համապատասխան գործընթաց, որում արդեն կա միջանկյալ որոշում, որը արդեն պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, որի չկատարման արդյունքում վնասի հատուցման փուլին հասնելու դեպքում պատասխանատվությունը լինելու է էապես ավելի բարձր, քան եթե այդ միջանկյալ որոշումները կատարվեն, վնասները
ասենց ասենք վնասների ծավալը կարելի է սահմանափակել, այս պահի դրությամբ վնասներ արդեն կրել է կազմակերպությունը եւ ներդրողը, ուղղակի դրանց ծավալները կարող զգալիորեն պակաս լինի, քան եթե շարունակվի գործընթացը։ Հետևաբար, ավարտեմ հետո դուք հարց տվեք, հետևաբար նորից վերադառնալով հարցին։ Դա չի նշանակում, որ այդ բոլորը պետք է գանք այստեղ եւ սեղանի մոտ նստենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված են, ԶԼՄ-ների միջոցով ներկայացված են եւ կարող են մասնակցություններ տալ։ Խնդրեմ, եթե ուրիշ հարցեր ունեք, ես